Հանդիսավոր մթնոլորտ էր մանկավարժական համալսարանում։ Պատմաբան մատենագետ Տիգրան Պետրոսյանցի ծննդյան 75-ամյակն է և նրա նոր Գագիկ երկրորդ պատմավեպի շնորհանդեսը։ Հոբելյարին շնորհավորելու են եկել ընկերները, գործընկերները, մտերիմներն ու հարազատները։ Միջոցառումը միավորել էր տարբեր սերունդների ներկայացուցիչների, ովքեր տարիներ շարունակ հեղինակին ճանաչում են որպես նվիրված գիտնական, մանկավարժ և մշակութային գործիչ։ Տիգրան Պետրոսյանցը ոչ միայն արցախյան պատերազմի վետերան է, այլև ավելի քան 60 մատենագիտական և պատմական աշխատությունների, ինչպես նաև պատմավեպերի հեղինակ։ Գագիկ թագավորի 1045-ից 1079 թվի կյանքը վերածեցի վեպի։ Եվ իմ համար գործունեությունը շարունակում է, սա դաշտ է։ Կոլեգաները իրենց ելույթներում առանձնացնում են հատկապես նրա անձնական և մասնագիտական բարձր արժեքները, հիշատակում համատեղ անցած ուղին, նաև նրա անսպառ աշխատասիրության, գիտելիքի հանդեպ նվիրումի և երիտասարդ սերնդին փոխանցած արժեքների մասին։ Առավել շատ ուրախությունս նրանում էր, որ Տիգրան իմ ընկերը, Տիգրան իմ համագյուղացին, Տիգրան Պետրոսյանցը այդ ընկերակցության նիգավարանի ոգիներ ու միտքը։ Իսկ Գագիկ երկրորդ պատմավեպի շնորհանդեսի ընթացքում հեղինակը ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, նշելով, որ այն ոչ միայն պատմական կերպարի մասին է, այլ նաև ազգային ինքնության, պետականության և պատմության կարևորության մասին խորհելու փորձ է։ Ըստ նրա, գիրքը կոչված է վերարժևորելու անցյալի դասերը և դրանք կապելու ներկայի հետ։ Քնարիկ Պետրոսյան, Գրիգոր Հովսեփյան, ժամը լրատվական։